Առաջին եթերում հարցազրույցն է։ Ինչպես արդեն գիտեք, մարտի 12-ից մեկնարկել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ падգամավորության թեկնածուների գրանցման գործընթացը։ Այդ գործընթացը ավարտվում է մարտի 22-ին 18:00-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է առաջին հայտերը։ Իմ զրուցակիցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է, բարև ձեզ։ Այսօրվա դրությամբ քանի առաջադրված կա падգամավոր։ Այս փուլում ուղղակի քանի որ հարցադրման մեջ ներկայացվեց գրանցման փուլ, ուղղակի գրանցման փուլը բաղկացած է ըստ էության երկու փուլերից, նախ առաջադրման փուլ, հետո մենք անցնում ենք գրանցման գործընթացին։ Ամսի 12-ից սկսում ենք ուրեմն նախ ընդունումն է փաստաթղթերի առաջադրման փուլ, ինչը իրականացվելու է ամսի 12-ից մինչև ամսի 22-ը ժամը 18:00-ն, որից հետո ամսի 22-ից սկսած 22-ին, ուրեմն երբ կավարտվի արդեն ժամը 18:00-ին առաջադրման համար սահմանված ժամկետը, կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանցնեն գրանցման գործառույթի իրականացմանը, ինչի համար ժամկետ սահմանվում է մինչև ապրիլի 1-ը։ Փաստորեն այդ ժամանակահատվածում արդեն կստուգվեն ներկայացված փաստաթղթերը, բնականաբար նրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին եւ եթե բնական է համապատասխանում են այդ փաստաթղթերը, ապա թեկնածուները կգրանցվեն եւ ապրիլի 1-ին արդեն երբ կավարտվի ժամկետը, մենք հստակ արդեն նաեւ համացանցով կհրապարակենք, թե համամասնական ընտրակարգով մասնակցող քանի կուսակցություններ են գրանցվել եւ մեծամասնական ընտրակարգով յուրաքանչյուր ընտրատարածքում քանի падգամավորության թեկնածու է գրանցվել։ Ինչ վերաբերում է ներողություն եմ խնդրում առաջադրումներին, առաջադրումների հետ կապված եւս տեղեկատվությունը հրապարակային է։ Այս պահին նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռևս կուսակցությունների կողմից առաջադրման փաստաթղթեր չեն ներկայացվել, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում արդեն կան առաջին փաստաթղթերը, մասնավորապես երեկվա տեղեկություններով արդեն 4 ընտրատարածքներում կային մեկական թեկնածուներ, որոնք ներկայացրել էին առաջադրման փաստաթղթեր, այսօր օրվա ընթացքում եւս եղել են առաջադրումներ եւ յուրաքանչյուր օրվա ավարտին ամփոփվում է այդ տեղեկատվությունը եւ երեկոյան արդեն ամբողջական թարմացված տեղեկատվությունը օրվա կտրվածքով կապված առաջադրումների հետ լիարժեք հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Կուսակցությունների առաջադրումը եւ կուսակցությունների դաշինքի առաջադրումը այս անգամ որևէ փոփոխություն կրել է։ Ըստ էության այդպես արմատական փոփոխություններ, որ ասենք այստեղ գոյություն չունի, այսինքն նորից վերջիններս ներկայացնելու են համապատասխան փաստաթղթեր, փաստաթղթերի ցանկը հստակ սահմանված է օրենքով, մասնավորապես կանոնադրություն, դաշինքների պարագայում անդամ կուսակցությունների կանոնադրություններ, ցուցակը, բնական է թեկնածուների կողմից իրենց համաձայնությունը որպես падգամավորության թեկնածու առաջադրվելու մասին, ընտրական գրավի մուծման անդորրագիրը, այսինքն այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք օրենքը նախատեսում է եւ որը ուրեմն ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան անհրաժեշտ է ներկայացնել։ Չեն փոխվել նաեւ գրավադրման գումարները։ Գրավադրման հետ կապված կուսակցությունների համար սահմանված է 8 միլիոն դրամ գրավի չափը եւ մեծամասնական ընտրակարգ падգամավորության թեկնածուների համար որպես գրավի չափ սահմանված է 1 միլիոն դրամը։ Պարոն Մուկուչյան, որ գրանցման այս գործընթացում որ դեպքն է համարվում շատ կոպիտ խախտում, որի համար առանց վիճարկելու մերժում են հայտը։ Նու գիտեք, ամեն դեպքում ընտրական օրենսգիրքը բավականին հետաքրքիր կանոնակարգում է նախատեսել, համաձայն որի եթե ներկայացված փաստաթղթերում առկա են լինում թերություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է տրամադրել 48 ժամ ժամանակ, որպեսզի այդ թերությունները շտկվեն, ճշգրտվեն, ներկայացվեն եւ այլն։ Այսինքն սա նշանակում է, որ եթե ներկայացվել են առաջադրման փաստաթղթեր, ենթադրենք կան ինչ-ինչ անճշտություններ այդ փաստաթղթերում կան ներկայացված թերի փաստաթուղթ, սա միանգամից հիմք չի կարող ծառայել, որպեսզի լրացուցիչ փաստաթուղթ, ասենք, մերժվի ընդունվելը կամ արհեստական խոչընդոտ ստեղծվի, որպեսզի այդ գրանցման գործընթացը չիրականացվի։ Ընդհակառակը օրենքն ամրագրել է, որ նման դեպքերում տրամադրվում է համապատասխան ժամանակ թերությունները շտկելու, ճշգրտելու եւ փաստաթղթերը ներկայացնելու համար։ Ինչ վերաբերում է գրանցման կարգին, ապա գրանցման համար օրենքը նախատեսել է հետեւյալը, որ գրանցումը մերժել կարելի է հանձնաժողովի անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ, այն 2/3 կողմ ձայներով միայն հնարավոր է մերժել։ Սա իհարկե հենց կարևորագույն երաշխիքներից մեկն է, լինի դա մեծամասնական թե համամասնական։ Եվ համամասնականի եւ մեծամասնականի պարագայում եւ պետք է նկատել, որ գրանցման համար որպես այդպիսին ինքնուրույն քվեարկություն չի նախատեսում, այսինքն քվեարկության է դրվում, եթե արկա է մերժում, մերժման հարցը, ինչը նշանակում է, որ
որ եթե մերժման համար բավարար հիմքեր առկա չեն, արդեն իսկ համապատասխան տեխնացուն կամ կուսակցությունների դաշինքը համարվում է գրանցված։ Ինչ վերաբերում է խախտումներին, բնական է օրենքը սահմանել է հստակ չափանիշներ առաջադրվող տեխնացուների համար։ Մասնավորապես, օրինակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, ինչը նաև ամրագրված է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, падգամավորի համար սահմանվում է որոշակի տարիքային ցենզ, բնական է 25 տարի լրացած լինելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը եւ այլ պետության քաղաքացի չհանդիսանալը, սահմանում է նստակեցության ցենզ։ Այսինքն սրանք կարևորագույն պահանջներ են, որոնց պետք է առաջադրվի համապատասխանի առաջադրվող տեխնացուն, եւ բնական է ընտրական հանձնաժողովի կողմից գրանցման գործառույթը իրականացնելիս հենց պետք է հիմնական ուսումնասիրման առարկա հանդիսանա նախ առաջինը, արդյոք առաջադրված տեխնացուն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ամրագրված չափանիշներին, եւ երկրորդ ներկայացված փաստաթղթերը համարժեք են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հետ։ Եթե հիմա այս մեր քննարկածը իմի բերենք, այս ընտրությունների նախապատրաստությունը ինչով է էականորեն տարբերվում նախորդից։ Պետք է նկատենք, որ բավականին մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք արդեն արվել է։ Բավական է նկատել այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախ մինչև ընտրական գործընթացի, այսպես ասենք, սկսելը դեռևս նախորդ տարվա ավարտին կազմակերպվեց մեծ ուսուցման գործընթաց, ուսուցմանը մասնակցեցին ավելի քան 48,000 դիմում էր ստացվել, մոտ 32,000 քաղաքացիներ մասնակցեցին ուսուցման գործընթացին։ Ուսուցման նպատակն էր որպեսզի քաղաքացիները նախ իրազեկվեին ընտրական նոր օրենսգրքի պահանջներին, այնուհետև ստուգարք նրանք հանձնեցին եւ ստացան համապատասխան որակավորման վկայականներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ապագայում ընդգրկվել ընտրական հանձնաժողովների կազմում։ Բացի դրանից ընտրական օրենսգիրքը նախատեսել է բավականին մեծ ծավալի ուսումնական բնույթի գրականության հրապարակում, որը ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունն է, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացի պարտադիր հրապարակման ենթակա գրականությունից բավականին շատ ուղեցույցներ է հրապարակել, որոնք անգամ ընտրական օրենսգրքի պահանջ չեն հանդիսանում, բայց կարևորելով ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրազեկվածության բարձրացման եւ ընտրական գործընթացների հրապարակայնության ապահովման սկզբունքները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է բավականին մեծ ծավալով նման ուսումնական նյութերի հրապարակում։ Բացի դրանից շուտով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մենք նախատեսում ենք շուտով կավարտենք արդեն աշխատանքները եւ կբացվի մամուլի համապատասխան սրահ, որի նպատակն է առավել թափանցիկ դարձնել ընտրական գործընթացները, նոր ձևավորմամբ կներկայացվի ընտրական հանձնաժողովի կայքը եւ բնական է նոր ընտրական օրենսգրքով նախատեսվում է նաեւ բազմաթիվ նոր գործառույթներ, որոնք նախկին օրենսգիրքը չի նախատեսել եւ այդ գործառույթները հենց նախատեսված են այն հաշվով, որպեսզի նախապատրաստական աշխատանքները ընթանան այնպիսին, որպեսզի առավել թափանցիկ եւ առավել հրապարակային լինի ամբողջ ընտրական գործընթացը։ Հենց այստեղ ես ձեզ պիտի հիշեցնեմ հանձնաժողովի հունվարի 31-ի որոշումը, որից դժգոհեցին հատկապես լրագրողները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին որոշումն է։ Այստեղ ինչ փոփոխություն կա տեղաշարժ։ Ընդհանուր առմամբ նշեմ հետեւյալը, որ 2000 Եթե իմաստ ունի, ես նշեմ նաև այն հոդվածները, որից հատկապես դժգոհել եմ։ Ես տեղյակ եմ դրան, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատում է բավականին բաց, թափանցիկ, հրապարակային եւ բավականին մեծ կարեւորություն է տալիս նաեւ հրապարակված ցանկացած մտահոգության, ցանկացած դիրքորոշումների, որոնք ներկայացվում են, որպեսզի ուրեմն նախ առաջինը նման դիրքորոշում ներկայացնողները, եթե ներկայացնում են ինչ-որ դիրքորոշումներ, նախ առաջինը, եթե իրազեկված չեն, իրազեկվեն, եւ եթե ինչ-որ տեղ ներկայացվում է քննադատություն եւ կա բնական է պատասխան, այդ պատասխանը լիարժեք ծավալով ներկայացվում է։ Ուրեմն նախ նշեմ, որ 2012 թվականի հունվարի 31-ին ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշում, դա հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին որոշումն էր։ Նախ պետք է նկատել, որ մինչև այդ որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս 2004 թվականին ընդունել էր նույնանուն որոշում, որով իրականացվում էր լրագրողների հավատարմագրման գործընթացը։ Եվ պետք է նկատել, որ այն դրույթները, որոնք որ հետո դարձան քննարկման առարկա եւ բավականին, այսպես արձագանքի արժանացան, այդ դրույթները դրանք նորամուծություն չէին, դրանք ամրագրված են եղել նաեւ նախկին կարգում, եւ այս նոր կարգը նախորդի հետ համեմատած որևէ լրացուցիչ սահմանափակում, որևէ լրացուցիչ խոչընդոտ չէր նախատեսում։ Դժգոհությունը որտեղ Ավելին, անկեղծ ասած, մեր համար եւս անընկալելի էր, որովհետեւ
նախ առաջինը պետք է նկատել, որ 2004 թվականից գործող կարգի անգամ պայմաններում երբևէ այդ դրույթները, որոնք որ վկայակոչվում էին, երբևէ այդ դրույթները հիմք ընդունելով որևէ մի լրագրողի հավատարմագրում չի դադարեցվել դրանով կամ հավատարմագրում չի մերժվել այդ դրույթի վկայակոչմամբ։ Եթե անգամ մի պահ այսպես ասենք, փորձենք մտածել, որ այդ դժգոհությունները, որոնք որ կային, փորձենք մտածենք նույնիսկ այդ դժգոհությունների համատեքստում, ապա խոսքը վերաբերում էր այն դրույթին, որ լրագրողի հավատարմագրումը մերժվում է կամ կարող է դադարեցվել, եթե նա հրապարակել է ընտրական հանձնաժողովների կամ նրանց պաշտոնատար անձանց մասին ոչ հավաստի տեղեկություններ եւ այլն։ Նախ նշենք, որ անգամ ամենամեծ ցանկության պարագայում, եթե մենք նկատի ունենք ուրեմն նման տեղեկությունների հրապարակումը, նախ կարգում սահմանված էր, որ դա պետք է ոչ թե ընտրական հանձնաժողովը որոշի, որ դա եղել է այդպիսին, այլ պետք է լինի դատական ակտ, ինչը ենթադրում է, որ անգամ այդ դրույթի պայմաններում կողմերը պետք է գնային դատարան, պետք է տեղի ունենար դատական գործընթաց եւ անգամ ամենասեղմ ժամկետներով, եթե մենք հաշվարկում ենք գործընթացը, միայն առաջին ատյանի դատարանում գործի քննությունը 2 ամսից պակաս չի տևի, օրենքով ամրագրված նվազագույն ժամկետների պահպանմամբ։ Եթե նկատի ունենանք վերաքննիչ ատյան, վճռաբեկ ատյան, սա նշանակում է, որ անգամ ամենամեծ ցանկության պայմաններում այս դրույթները որևէ կերպ չէին կարող խոչընդոտ հանդիսանալ առաջիկա ազգային ժողովի ընտրությունների ժամանակ որևէ լրագրողի իրավունքներ սահմանափակելու համար։ Այնուամենայնիվ ցանկանում եմ նշել, որ հաշվի առնելով այն մտահոգությունները, որոնք հնչեցվել են, այդ մտահոգությունները մեկ անգամ եւս կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկման առարկա են դարձել եւ առաջիկա մեր նիստերում, մասնավորապես վաղը կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան նիստ ունի, որի օրակարգում ընդգրկվել են մի շարք այլ հարցեր, միաժամանակ մենք նախատեսում ենք նաեւ, որ նշված հարցը եւս կդարձնենք քննարկման առարկա, չնայած այն հանգամանքին, որ այդ կարգում ամրագրված դրույթները նորույթ չէին, չնայած այն հանգամանքին, որ այդ դրույթները չէին կարող խոչընդոտ հանդիսանալ որևէ անձի իրավունքների իրականացման համար, չնայած այն հանգամանքին, որ այդ դրույթները, որոնց շուրջ այդքան շատ տեսակետներ ներկայացրեցին, երբևէ նպատակ չեն հետապնդել եւ ամենամեծ անգամ ցանկության պարագայում չէին կարող հետապնդել որևէ նպատակ խոչընդոտելու լրագրողների կողմից իրենց իրավունքների իրականացմանը։ Կարծեմ մարդու իրավունքների պաշտպանն է դիմել ձեզ նույն հարցում։ Նմանատիպ, այո, գրություն եղել է, նաեւ եղել է մարդու իրավունքների պաշտպանից, ընդհանուր բարձրացված հարցադրումների հետ կապված որոշման իրավաչափության հետ ես ընդհանրապես չեմ ցանկանա այդ խնդրին անդրադառնալ զուտ իրավական կողմից, որովհետև կարծում եմ, որ որոշումը, որն ընդունվել է ԿՀՀ կողմից, եղել է իրավաչափ որոշում, սակայն նկատի ունենալով հնչեցված մտահոգությունները, որպեսզի իսպառ բացառվի ցանկացած դրույթ մեկնաբանմամբ դրա շուրջ ուրեմն թյուր կարծիքների ձևավորման եւ այլնի կանխման անհրաժեշտությունը ԿՀ-ն առաջիկայում կանդրադառնա այդ հարցին եւ կարծում եմ վերջակետ կդրվի այդ խնդրում։ Առավել եւս, որ նորից եմ կրկնում, անգամ ամենամեծ ցանկության պարագայում, որովհետեւ քննադատություն կար, բայց անգամ այդ քննադատության պարագայում, որ դա արվում է իբր ազգային ժողովի առաջիկա ընտրություններում խոչընդոտելու մեկի մյուսի համար, նախ պետք է նկատել, որ նման բան ուղղակի տեղի ունենալ չէր կարող եւ ավելին, անգամ քննարկման առարկա դարձվեց այն հարցը, որ դա արվել է այն նպատակով, որպեսզի տեղամասերում խոչընդոտներ ստեղծվեն եւ այլն։ Միանգամից ուզում եմ ամրագրել, որ այդ նույն քննադատման առարկա կարգում ամրագրվել է դրույթ, որ մյուս հանձնաժողովներում, այսինքն տեղամասային ընտրական հանձնաժողովներ, մասնավորապես ընտրատարածքային ընտրական լրագրողների մուտքը ազատ է, որևէ հավատարմագրման խնդիր չկա։ Իսկ ԿՀ-ում մենք գնացինք հավատարմագրման ճանապարհով հաշվի առնելով նախ առաջին ընտրական օրենսգրքի պահանջները եւ երկրորդ հավատարմագրումը անհրաժեշտություն է, որպեսզի ապահովվի բոլոր լրագրողների համար հավասար տեղեկատվություն ստանալու հավասարության իրավունքը։ Հակառակ պարագայում մեկ լրատվամիջոցից եթե ներկա լինեին, ասենք, բազմաթիվ լրագրողներ, բնական է մյուսների համար կարող էր խոչընդոտ ստեղծվել։ Եվ նաեւ նշեմ, որ այսօրվա դրությամբ արդեն 39 կազմակերպություններից ստացվել են համապատասխան հավատարմագրման դիմումներ, լրատվական գործակալություններ, այո, դրանք լրատվական գործակալություններ են, կայքեր են լրատվական, թերթեր են, հանդեսներ եւ այլն, եւ 65 լրագրողներ արդեն հավատարմագրվել են, որևէ մերժում չկա եւ միաժամանակ կարող եմ նշել, որ մեր կարգի արկայության պայմաններում կանոնակարգումներն այնպիսին են, որ մերժումներ թերևս չեն լինելու։ Պարոն Մկրտչյան, այսինքն լրագրողները կարող են մասնակցել ընտրական process-ի այբից մինչև վերջ։ Միանշանակ այո։ Այդ թվում նաեւ ձայների հաշվարկմանը։
Իհարկե կարող են մասնակցել, նրանք ազատորեն կարող են մասնակցել ընտրական ցանկացած գործընթացներին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ամրագրված են օրենքով դրույթներ, որ վերջիններս կարող են ազատ այցելել տեղամասեր, մասնակցել ամբողջ ընտրական գործընթացին, ինչպես ԿՀ-ում, այնպես էլ մյուս մակարդակի բոլոր հանձնաժողովներում։ Մի քանի տեխնիկական հարցեր։ Տեղամասերը տեսախցիկներով վերահսկվելու են ձեր կողմից թե ոչ։ Պետության կողմից ոչ, նման պարտականություն չկա տեղամասերի վերահսկման հետ կապված, այս անգամ նախատեսվել է, ուրեմն, որ լուսանկարահանում, տեսանկարահանում կարող են իրականացնել վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, իհարկե չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Ինչու մերժվեց։ Եվ ներողություն եմ խնդրում, մենք նաև նախատեսում ենք առաջիկայում, որպեսզի պարզաբանումներ նաև կլինեն, որպեսզի յուրաքանչյուրը, ով իրականացնելու է այդ իրավունքը իրականացնի այնպես եւ այն եղանակով, որպեսզի նաև դրանով չխախտվեն քվեարկության մասնակցող անձանց քվեարկության գաղտնիության իրավունքի կարևորագույն սկզբունքները։ Կար առաջարկ քվեարկությունը մատնահետքերով անցկացնելու։ Դա մերժվեց։ Ընդհանուր առմամբ նման առաջարկներ եղել են ընտրական երկրներ, ովքեր անցնում են այդ ճանապարհով, այո, ժամանակ։ Մեզ մոտ ճանապարհը մի քիչ այլ է, որովհետև ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ քվեարկության մասնակիցների անձնագրերում դրվելու է համապատասխան դրոշմակնիկ, որը 12 ժամ մնալու է, իսկ հետո այդ թանաքի հետքը սկսելու է անհետանալ անձը հաստատող փաստաթղթից։ Դրա հենց նպատակը նույնն է, ինչ որ այդ մատնադրոշները եւ այլն։ Ժամանակին մերժել է մատնադրոշմումը, նպատակ ունենալով կանխելու նաեւ մի շարք այլ բացասական երևույթներ, որոնք միջազգային համաձայն եմ, դա նախատեսում է կրկնակի քվեարկությունը կանխելու համար։ Նույն դրույթները կանխելու համար կրկնակի քվեարկությունը նախատեսված է մեր օրենսգրքով, ուղղակի իրականացման եղանակը այլ է։ Եվ ինչու ժամանակին քննարկվելով մերժվեց այդ մատնահետքերի հետ կապված կամ ձեռքի վրա, ուրեմն համապատասխան դրոշմում իրականացնելու առաջարկը, որովհետև համապատասխան երկրներում փորձի ուսումնասիրությունը վկայեց, որ շատ հաճախ անգամ կենցաղային շփումների ժամանակ, երբ մարդիկ բարևում են կամ նույն բազրիկից բռնելով մեկն իջնում է տեղամասից, մյուսը բարձրանում, թանաքանյութը հեշտությամբ անցնում է ձեռքից ձեռք, ինչը հետո խնդիր է առաջանում, որովհետև եթե քվեարկության ներկայացած անձի ձեռքի վրա առկա են լինում համապատասխան թանաքանյութի հետքեր, դա իհարկե խոչընդոտ կարող է հանդիսանալ վերջինիս կողմից քվեարկությանը մասնակցելու համար։ Եվ սա էր պատճառը, որ մենք ընտրեցինք մեկ այլ ճանապարհ, դա անձնագրերում համապատասխան դրոշմակնքման իրականացումն է։ Եվ ինչ վերաբերում է ուրեմն թանաքանյութին, նշեցի, որ հատուկ նախատեսվել է այնպիսի թանաքանյութ, որը որոշակի ժամանակահատված պահպանվի եւ հետո անհետանա։ Մի կարևոր հարց էլ եւ ավարտենք, պարոն Մուկուչյան։ Ընտրակաշարք, նվիրատվություն, ես ձեզ արդեն որպես նաեւ իրավաբանի եմ դիմում։ Սահմանագիծը որտեղ է այստեղ եւ որտեղ է սկսվում արդեն խիստ վերահսկողությունը դրանք սահմանազատելու։ Քարոզարշավի շրջանը նկատի ունեմ։ Հանձնաժողովը այստեղ ինչ գործառույթ ունի կատարել։ Ամբողջ խնդիրը կայանում է հետեւյալում, որ ընտրական օրենսգիրքը այս անգամ հստակ սահմանազատել է, այսպես ասենք, այլ քարոզչության իրականացման ժամանակահատվածը նախընտրական քարոզչության ժամանակահատվածից։ Նախընտրական քարոզչությունը սկսվում է տեխնացուների գրանցման համար նախատեսված ժամկետի ավարտի, ուրեմն 7-րդ օրվանից։ Մեր պարագայում ստացվում է, որ եթե մենք ապրիլի, ուրեմն 1-ին ավարտում ենք գրանցումը, փաստորեն ապրիլի 7-ը մինչև նախապատրաստական շրջանը եւ ապրիլի 8-ից սկսում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, մինչև քվեարկության նախորդ օրը։ Եվ այն բոլոր սահմանափակումները, որոնք ամրագրված են օրենսգրքում, իսկ դրանք այս անգամ բավականին հստակ են, բավականին շատ են, դրանք բոլորը հենց նախատեսված են, որպեսզի ապահովեն բոլոր տեխնացուների համար հավասար պայմաններ նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար։ Եվ այս առումով փաստորեն այդ սահմանափակումները, որոնք լրացուցիչ սահմանափակումներ են ըստ էության հանդիսանում հավասարությունն ապահովելու համար, նախատեսված են հենց այդ ժամանակահատվածի համար։ Եվ ժամանակահատվածը ինքը շատ հստակ է, եւ այդ ժամանակահատվածում ուրեմն ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, ինչ եղանակով պետք է իրականացնել նախընտրական քարոզչությունը, այս ամենը հստակ ամրագրված է ընտրական օրենսգրքում։ Դիտորդների մասնակցությունը նույնպես կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կանոնակարգում չէ։ Ինչքան է սահմանագիծը դիտորդական մասնակցության։ Սկզբունքորեն ես ցանկանում եմ նշել, որ
Եվ տեղական դիտորդական որպես այդպիսին սահմանափակումներ որևէ կարգի սահմանված չեն, նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն կան առաջին դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունները, որոնք համապատասխան հայտեր են ներկայացրել, այս պահին արդեն նման հայտեր ստացվել է 6 կազմակերպությունների կողմից, ընդհանուր թիվը նրանց կողմից ներկայացված դիտորդների անցնում է նույնիսկ 2-3 եւ ենթադրվում է, որ մինչեւ ուրեմն քվեարկության օրը մենք նաև կունենանք այլ հասարակական կազմակերպություններ տեղական, որոնք ցանկանում են դիտորդական ուրեմն առաքելություն իրականացնել, բնականաբար այս պարագայում, եթե նրանց կանոնադրության մեջ առկա են ժողովրդավարության որպես նպատակ ժողովրդավարության էլեմենտներ, ապա բնական է նրանք ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվել են եւ որպես տեղական կազմակերպություններ մասնակցելու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այստեղ շատ կարեւոր է նկատի ունենալով նաև մեր պրակտիկայի փորձի ուսումնասիրությունը մեկ անգամ եւս հորդորել հատկապես տեղական հասարակական կազմակերպություններին, որոնք նման ցանկություն են հայտնում, որպեսզի իրոք վերջիններս իրականացնեն անկախ դիտորդական առաքելություն, որովհետեւ դա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջն է, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները իրավունք չունեն սատարելու կամ կանխակալ վերաբերմունք ունենալու պայմանավորված այս կամ այն տեխնացիով։ Վերջիններիս գերնպատակն է մասնակցել եւ անկախ դիտարկում իրականացնել։ Եվ միաժամանակ կարծում եմ, որ նաև ներկա կլինեն միջազգային դիտորդներ։ Դրանց թվականակը մոտավորապես թվականակի հետ կապված շատ մոտավոր թվեր են դրանք ընդամենը, ես կարծում եմ 250-ից 300-350-ի կարգի դիտորդներ նաև մենք կունենանք։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Սահմանափակվենք ասվածով այսօր։ Այսպեսին էր հարցազրույցը առաջինում, իմ զրուցակիցը Տիգրան Մկրտչյանն էր, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։